արտահայտությունները այն բանի մասին, որ ընտրությունը պետք է իրանք չկազմակերպեն, բայց միևնույն ժամանակ այսօր իշխան Սաղաթելյանը ասում է, հա, ընդունում ենք, որ իշխանությունը այսօր լեգիտիմ է։ 2021 թվականին, երբ որ կյանքի եւ մահի հարց էր, պատերազմից 6 ամիս էր անցել, իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է, որ լեգիտիմ է իշխանությունը։ Իրանք ինչ ընտրություն, իրանք եկել ասել են, եկեք Վազգեն Մանուկյանին տանք, հետո եկեք Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք, հետո կորոշեն։ Իրանք ընտրությունների պատրաստ չեն։ Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը չկա։ Երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները, տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք, իրանք պատրաստ չեն ձեզ ձեռ տալի։ Այդ ընտրությունները պետք է ձեռ տալ ժողովրդին։ Այսինքն մենք միշտ անկեղծ ենք եղել, ես չեմ պատրաստվում ժողովրդին խաբեմ, ասեմ, որ ես ինձ հիմա լավ է, դրա համար ես հիմա գնում եմ ընտրություն։ Ինչ եմ դնում անունը, որ ասեմ ես հիմա գնում եմ արտահայտություն, որովհետև ես ուզում եմ շուտ վերընտրվեմ, քանի ընդդիմությունը պատրաստ չի։ Չէ, դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ այդ ընտրությունը կլիներ ոչ թե երկրի, ոչ թե ժողովրդի մասին, այլ քաղաքացիական պայմանագրի մասին։ Մեր ժողովուրդը այնքան խելացի է, այնքան գտիծակով է, կոլեկտիվ իմաստությունը մեր ժողովրդի բարձր է, մենք դա ընդհակառակը կարող է շատ վատ տվյալներ մեղադրանքների մասին ինչ կասորակարգի այսօրվա օրակարգի իմաստը ձեր կարգ։ Բազմաթիվ մեղադրանքներ են։ Գիտեք ինչ, անգործությունը նույնպես ինչ որ գործ է։ Հիմա իրանք զբաղված են ինչով։ Երկու կարմիր գծով թել է անցնում այս խոսակցության մեջ։ Առաջինը իրար մեղադրում են գոյություն չունեն, այսինքն ոչ են մեկի ձեն նա հերիքում մեզ impeachment-ը, ոչ են մեկին, վայ, տեսա ես, նայել եմ, սխալ գիտես, ոչ են մեկին ձեն նա հերիքում, ոչ են մեկի ձեն նա հերիքում, հիմա լավ էլի խնդրում եմ, լավ էլի խնդրում եմ, բայց ասում եք, որ 5 տարվա մանդատ է տվել ժողովուրդը, բայց կառավարության ծրագիրը ըստ էության, ինչը որ գրած է 5 տարի առաջ, չի իրականացել այս կառավարությունը եւ ընդդիմության գլխավոր մեղադրանքը դա է, որ ըստ էության կառավարությունը եթե չի կատարել իր ծրագիրը, պետք է հրաժարական տալ։ Այդտեղ խնդիրը հենց դրանում է։ Շատ բարի, նախ եւ առաջ աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, որ 100%-ով մաթեմատիկական ճշմարտությամբ կատարում է բոլոր այն բաները, որոնք որ գրված են կառավարության ծրագրի մեջ, որտեղ իրողությունները փոփոխական են։ Միայն նախ մի հատ կարծիքի մասին խոսեմ, էլի չեմ խոսում փաստաթղթի մասին, չեմ խոսում սկզբունքների մասին։ Նախ բոլորին եմ ասում, միայն հիմար մարդը իր կարծիքը չի փոխում, երբ որ իրողությունները փոխվում են։ Միայն հիմար մարդը մեր երկրում վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից հետո տեղի են ունեցել Ղարաբաղյան դեպքերը, հայերի դուրս հանումը Ղարաբաղից 2023, 2022, 2021 թվականի ռազմական, բայց այդ իրողությունները Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ բյուջեի կատարողականի վրա ազդեցություն ունենում է թե չի ունենում, կամ լավ չենք կատարել, բայց լինում է չէ դեպքերի, որ ասում ես օրինակ պայմանական 7%-ային աճ ունենաս, բայց 8 ես տալիս է տրամաբանությամբ պետք է անդիմությունը գա ասի մի տարի եկեք ավելացնենք մեր իշխանության առանցքային հարցերում եք ձախողել պարզ հասկանալ է իսկ իրանք առանցքային հարցում ձախողել են թե հաջողել են իրենք իշխանություն չեն դուք չէ իրանք իշխանություն են այ այդ խնդրեմը է դա ներողություն հենց խնդրեմը է որ իրանք մտածում են որ իրանք իշխանություն չեն դուք դա կրկնում եք անդիմության պաշտոնից հրաժարական տա չէ բայց այ շատ շնորհակալ եմ Լուսինե ջան բայց իրականում ինչ են անում իրանք ունեն փոխնախագահի պաշտոն որպեսզի իրար ունեն փոխնախագահ որը դատարկա իրանք ունեն հանձնաժողովների նախագահների պաշտոն իրանք ունեն պատվիրակությունները մասնակցության տեղ իրանք ունեն падգամավորական գործունեության իրավունք հիմա չեն օգտվում հա նախագծերը օրենքները Մեկ բան ասեմ ձեզ եկեք ով ասեց իրական չի շատ ձեզ թվում է որ մի հատ հարց տամ այս sense բոլոր ձեր հարցին ի պատասխան եկեք մի հատ իրականություն պատկերացնենք, որ իրանք 60%-ով իշխանություն են, քաղաքացիական պայմանագիրը ես Նիկոլ Փաշինյանը եւ մնացած 40%-անոց ընդդիմություն ենք ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Մենք իշխանություն չէինք կլինի։ Մենք 6 ամիս հետո իշխանություն իրանց ձեռից կվերցնենք։ 6 ամիս հետո։ Եք աշխատում այս ձերից քաղաքականությամբ, իրանք եթե լինեին, Ջան, բարև ձեզ։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանում։ Որտեվ դուք անձնական դաշտ եք մտել, ես ձեր հարցերին չեմ պատասխանում։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանում։ Շնորհակալ եմ։ Այլ հարցեր կան։